Բարև ձեզ։ Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթվա ընթացքում դիտարկում ունեցանք նաեւ թե ինչպես է հերթական անգամ Ադրբեջանի նախագահը Հայաստանի նկատմամբ իր նկրտումներն արտահայտում։ Այս պարագայում ինչ կասեք, եւ մենք ամեն օր գնում ենք բանակցային գործընթացի, կարծես թե ասում են խաղաղության պայմանագիրը մոտ է, սակայն ինչ կասեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, առիթից օգտվելով նաև շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ եւ այդ մեկամսյակը եւ ուզում եմ ցանկանալ, որ մեր կանայք, մայրերը, քույրերը միշտ լինեն երջանիկ եւ որևէ բանի մասին չմտածեն։ Այդ թվում նաեւ երկրի անվտանգության։ Հիմա ինչ վերաբերվում է Ալիև կոչված բռնապետի հերթական այսպես ասենք զառանցանքին, որովհետեւ ինքը դա դարձրել է մասնագիտություն եւ ամենտեղ որտեղ հնարավորություն կա, որտեղ առիթ կա, ինքը կայանում է, ինքնահաստատվում է Հայաստանի կամ հայ ժողովրդին նսեմացնելու միջոցով։ Ուրիշ որևէ բան, որևէ արժանիք իր համար գոյություն չունի եւ պատահական չի, որ անընդհատ ինքը այդ թեման թեժ պահում է եւ Ադրբեջան կոչված այդ պետությունը եւ այդ ժողովուրդը հասկանում է, որ երկիրը թալանի է ենթարկվում եւ ամբողջ այդ հարստությունները Ալիևների եւ Փաշիևների ընտանիքը այդ գումարները յուրացնում են եւ թալանում են երկիրը, իսկ ադրբեջանական ժողովուրդը որպես այդպեսին շատ ավելի վատ վիճակում է ապրում եւ իրանք անընդհատ այս մի բանը անընդհատ տիխոսան եւ սրանով են իրանք ինքնահաստատվում եւ սրանով պահում են իրենց իշխանությունը, իրենց դիկտատուրան եւ սրանով արդարացնում են այն նավթա դոլարները, որոնք իրանք վաստակում են եւ թաքցնում են, ցույց տալով, որ իբր թե զենքեր են առնում եւ այլ օգտագործում են այս նպատակների համար։ Հետևաբար, երբ որ խնդիրը արդեն իրենց կարծիքով լուծված է, իրենց համար պետք է նոր խնդիրներ առաջացնեն եւ ինքը առիթը բաց չի թողնում ցանկացած տեղ, իսկ Թուրքիայում այդ մասին խոսալը իր համար ամենալավ տեղն է եւ ինքը այդ մասին խոսեց։ Այլ բան է իրանք ինչ են խոսում, մի բան է, որ մեր կողմից կամ այդ տեսակ հարցերին չեն պատասխանում, կամ այդ հարցերը չեն բարձրացնում այն տեղերը, այն ատյաններում, որտեղ կարելի է բարձրացնել եւ դրա արդյունքում ինչ որ դիվիդենդներ ունենանք արտաքին քաղաքական հարցերում եւ օգուտներ քաղենք մենք այդ ամեն ինչից, այսինքն իրանց արած սխալներից մենք դե օգուտներ քաղենք։ Այդ նշանակում է, որ մեր դիվանագիտությունը կամ մեր պետական այրերը ուղղակի չեն կարողանում աշխատել կամ միտումնավոր չեն ուզում արձագանքեն։ Այսինքն իրանք համաձայն են կարծիքներին, ինչ որտեղ արտահայտվում։ Դուք նշում եք, որ պատասխաններ չկան, սակայն երբ ներքին քաղաքական իրավիճակն ենք դիտարկում անում, տեսնում ենք, որ նախկին արտաքին գործերի նախարարը Օսկանյանը, երբ որ հայտարարություն է անում, ներկայիս արտաքին գործերի նախարարը անմիջապես այդ հայտարարությանը արձագանք է տալիս։ Այս պարագայում նաև երբ նախկին նախարարը խոսում է ընդհանրապես բանակցությունները դադարեցնելու, քանի դեռ մենք Ադրբեջանում ռազմակերիներ ունենք, ներկայիս արտգործնախարարը անմիջապես հակադարձում է եւ ասում է պետք է բանակցությունները շարունակվի։ Դուք առհասարակ այս գաղափարները երկու, որոնք իրարամերժ են, ինչ կարծիք ունեք առհասարակ այս գաղափարների շուրջ, մտածում եք, որ դրանք ճիշտ են հայտարարությունների տեսքով եւ վարվում են։ Գիտեք, ես կարծում եմ, որ դիվանագիտական առումով նույնիսկ անհամեմատելի են այսօրվա արտգործնախարարը եւ Վարդան Օսկանյանը, որովհետեւ նա իրական դիվանագետ է, սա ուղղակի այս պահին աշխատում է այդ պաշտոնում։
եւ ստեղից ընդեղից լսելով ինչ-որ բաներ, ինչ-որ մտքեր է արտահայտում, չմոռանանք, որ սա այն մարդն է, որը ասում էր, որ ցեղասպանությունը երկրորդական է։ Հիմա պետք չի ցեղասպանության մասին խոսել, խոսքը այս գործող նախարարի մասին է։ Ինքը բնականաբար չէր կարող ավելի լավ դիվանագետ լիներ, քան Վարդան Օսկանյանը, բայց կոնկրետ այս պարագայում, եթե իհարկե իրականում այդ ձևով է կոնտեքստից դուրս չի, էլի, այս ամեն ինչը արվում, որտեվ շատ հաճախ մարդը մի միտք է արտահայտում, սրանք մտքից մի հատ հանում են, մի հատված, ու այդ հատվածը փորձում են դարձնել քննարկման առարկա։ Ակնհայտ փաստ է ցանկացած դիվանագետի համար, որ իհարկե բանակցությունները շատ ավելի լավ են, քան բանակցություններ չլինելը, եւ բանակցություններ չլինել նշանակում է արդեն անցնել ռազմական գործողությունների։ Քանի կա բանակցություն, ամենավատ բանակցությունը ավելի լավ է, քան ռազմական գործողությունը։ Դա ակնհայտ է եւ դա դիվանագետների ոսկե կանոնն է։ Դիվանագետները հենց դրա համար են։ Ես չեմ կարծում, որ Վարդան Օսկանյանը հարցը այն տեսանկյունից է դրել, որ ընդհանրապես պետքա դուրս գալ այդ բանից, չխոսալ, չբանակցել եւ այլն։ Չբանակցելու հետևանքը պատերազմն է։ Ուղղակի սրանք այնքան պրիմիտիվ են, որ այդ վերցնում են մի հատվածը կոնտեքստից դուրս եւ փորձում են օգտագործեն, բայց շատ կարճ ժամանակ հետո Վարդան Օսկանյանը պես դիվանագետը կջախջախի, եթե ինչ-որ շարունակվի այս թեման քննարկվել։ Ակնհայտ է, որ բոլոր դիվանագիտական ճակատներում մենք ունենք ձախողումներ։ Ոչ միտեղ մենք չունենք հաջողություն, ոչ մի ձևի հաջողություն չունենք։ Սա բերելու է նրան, որ դիվանագիտական անհաջողությունները վերջում բերելու է բարդվի բանակի վրա եւ եթե դիվանագետները լռում են, չեն կարողանում շարունակել, արդեն ռազմական գործիչներ են մտնում խաղի մեջ, դիվանագիտությունը այս պահին ճիշտ ուղու վրա է։ Մեր դիվանագիտությունը բացարձակ ոչ, իհարկե ոչ։ Մենք դիվանագիտություն չունենք մենք։ Մենք ունենք պարտվողական քաղաքականություն եւ ինչի մեջ է մեր դիվանագիտությունը։ Այդ մի հարցում դիվանագիտորեն ինչ-որ հաջողության ենք հասել։ Կարող են մի հատ ինչ-որ բան ասել, որտեղ մենք հասել ենք։ Մեզ պարտադրում են ինչ-որ բան, մենք դա կատարում ենք։ Սրանք ոչ մի հաջողություն չունեն դիվանագիտության մեջ։ Դիվանագիտական հաջողություն կլիներ, օրինակ, եթե մենք կարողանայինք այնպես անել, որ ԵՀԿ Մինսկի խումբը սկսեր աշխատել։ Դա դիվանագիտական հաջողություն կլիներ մեր կողմից։ Չնայած այդ հարցը շատ մասերով մեզանից չի կախված, չէր կախված, բայց ինչ-որ բաներ մենք կարող էինք անել, բայց մենք ուղիղ հակառակն էինք անում։ Ալիևը ասում է, որ պետք է լուծարել ԵՀԿ Մինսկի խումբը, մենք համաձայնություն ենք տալի եւ դիմում ենք, որ ԵՀԿ Մինսկի խումբը ուրեմն լուծարվի, որը մեր համար շատ մեծ վնաս է, մեր ազգային շահերի համար շատ մեծ վնաս է։ Բայց հիմա տեսեք, իրական հնարավորություն է ստեղծվել, որ այդ Մինսկի խումբը աշխատի։ Մինսկի խումբի 3 համանախագահողները Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը իրար հետ չէին աշխատում, որովհետեւ ռուսները խնդիր ունեին Միացյալ Նահանգների հետ, ամերիկացիների հետ, ֆրանսիացիների հետ, լարվածությունը մեծ էր։ Հետո հակառակ եղավ, ամերիկացիք ասացին, որ մենք ռուսների հետ չենք աշխատում, բան։ Հիմա այդ խնդիրը ոնց որ կարգավորվել է, ռուսների եւ ամերիկացիների հետ համատեղ իրար մոտենալը, հարցերին լուծում տալ այդ ցանկությունը, օրինակ Ուկրաինայի հարցում բան եւ այլն, հիմա Ֆրանսիան է մնացել, բայց Ֆրանսիան Ուկրաինայի հարցում է այդ մոտեցումը։ Եթե Մինսկի խմբի հետ կապված մենք առաջարկենք, որպեսզի Մինսկի խումբը ավելի արագ աշխատի, խնդրենք, բան անենք, օգտագործենք մեր լոբիստական հնարավորությունները եւ Մինսկի խումբը սկսի աշխատել, Ֆրանսիան հաստատ մեր կողմը կլինի եւ կուզի, որ աշխատենք։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը բնական է արդեն կմտնեն թեմայի մեջ, այսինքն Մինսկի խումբը լիարժեք սկսի աշխատել։ Բայց մենք մյուս կողմից տեսնում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար հնչեցնում է, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, որովհետեւ արդեն ոչինչ չկա անելու, կարծես թե։ Դե Ադրբեջանը շատ բաներ կարող հնչեցնի, որ Մինսկի խումբը մեզ պետք չի, մեզ պետք է որ Նախիջևանը միանա Ադրբեջանին, միջանցքը պետք է լինի, Հայաստանը պետք է չլինի,
ընդհանրապես հայ-ազգպտի չլինի, Դե ինքը վարչապետը շատ բան խոսեց կարող ուզի։ ճանապարհների մասին, առհասարակ ինչ կարծիք ունեք այս ճանապարհների բացումը ինչ կտա մեր երկրին։ Գիտեք, այդ ճանապարհների բացումը իմ կարծիքով այս պահին երկրորդական խնդիր է, որովհետև առաջնայինը նա է, որ պետք է խնդիրը կարգավորվի։ Հայաստանը միայնակ չի կարող կարգավորել խնդիրը։ Դա բացառված է, ուղղակի բացառված է։ Մենք դառնում ենք ուղղակի կատարող։ Էրդողանի եւ Ալիևի կատարածուն ենք մենք, կատարողն ենք։ Իրանք ինչ որ բան որոշում են, մենք կատարում ենք։ Մենք չենք կարող մեր շահերը։ Ներկայիս իշխանություններն ասում են մեզ բանակցողներ երրորդ պետք չեն երկու երկրների Այո, միջև։ ոտ մենակ իրանք չեն ասում, Ալիևն էլ է ասում, Էրդողանն էլ է ասում, բոլորը ասում են, որ ստեղ ոչ մեկ ուրիշ մարդ պետք չի, ստեղ մենք պիտի լուծենք։ Ինչի մենք պիտի լուծենք, որովհետեւ իրանք երկուսով մեզ խեղճացնում են, այսպես ասած, եւ իրանք լուծում են հարցը։ Ինչ պետքա երրորդ ուժը գա։ Երրորդ ուժը որ գա, պիտի ինչ որ Հայաստանի հետ բալանսավորեն, փորձեն Հայաստանի շահն էլ հաշվի առնեն։ Դրա համար նրանք չեն ուզում որ գա, բա մեր իշխանությունը խի չի ուզում։ Այդ մեծ հարց է, չէ՞ առաջանում։ Իսկ ինչի մերոնք չեն ուզում դա։ Չէ՞ որ ինչ որ հարցեր եթե լուծվում էր միայն նրա պատճառով, որ դրսից միջամտությունը կար։ ԵՀԿ Մինսկի խումբը գոյություն ուներ եւ այդ ժամանակ Հայաստանի շահերը հաշվի էր առնվում։ Հիմա նրանք չկան, մեզ ընդհանրապես դուրս են շպրտել այդ ամեն ինչից։ Հետևաբար դա նշանակում է մենք պետք է աշխատենք սա վերականգնենք։ Մեզ հնարավորություն է տրվում դա անելու։ Իսկ ինչի մենք դա չենք անում։ Որովհետև այս իշխանությունները չեն ուզում փչացնեն հարաբերությունը Ալիևի եւ Էրդողանի հետ։ Իսկ նրանց մոտ այդպիսի բան չկա, նրանք գայլեր են, իսկ գայլերը երբեք կուշտ չեն լինում։ Իրանք միշտ ուզենալու են ինչ-որ մի բան կուլ տան եւ Հայաստան իրանց համար լավ պատառ է այդ կուլ տալու համար։ Մենք պետք է խելացի լինենք, այս հարցին լուծում տանք։ Այս հարցի լուծումը իմ պատկերացմամբ հետեւյալն է. այս իշխանությունները շատ արագ պետք է հրաժարական տան եւ Հայաստանում անցկացվեն նոր ընտրություններ, ընդ որում իրանք պետք է չմասնակցեն այդ ընտրություններին, պետք է հնարավորություն տան, որ հասարակությունը կարողանա այլ ֆորմատ ձևավորի, այն ուժերին ձևավորի, որոնք կկարողանան այս մարդկանց հետ խոսել, բանակցել, եթե հարկ լինի, նաև ուժային դիրքերից պահել մեր շահերը։ Գիտեմ, պարոն Ավետիսյան, մենք ռեպորտաժ ունենք այդ հարցերի հետ կապված, դիտենք ու վերադառնանք։ Արդյոք համաձայն եք, որ իշխանափոխություն լինի, եւ եթե այո, ապա կուզեք, որ իշխանափոխությունը տեղի ունենա հերթական ընտրությունների միջոցով, թե արտահերթ։ Ոնց ուզում լինի, մենակ թե հնարավորինս շուտ լինի, շատ է ուշացել ախր։ Իհարկե իշխանափոխությունը պատերազմից հետո պետք է տեղի ունենար։ Իսկ արտահերթ թե հերթական, ինչքան շուտ, այնքան մեր ազգի համար փրկության։ Ճիշտն ասեմ, կուզեմ նախկին եւ ներկա իշխանությունները մի օրում չլինեն էլ, որպեսզի կարողանանք ընտրություն կատարել եւ ձևակերպել ինչ ենք ուզում։ Որ մեզ խանգարում են նախկին եւ ներկա իշխանությունները։ Հենց չլինեն, խնդիրը կլուծվի։ Ավելի լավ է արտահերթ, որովհետեւ հիմա վիճակը շատ ծանր է հանրապետությունում։ Եվ համաձայն եք, որ լինի իշխանափոխություն։ Այո, իհարկե։ Այս սրանք իրանց լրիվ դիսկրեդիտ եղել է։ Ճիշտ է, ինձ թվում է հերթականն է միշտ իմ կարծիքով։ Բայց ցանկություն ունեք, որ իշխանափոխություն լինի։ Ավելի շատ ցանկություն ունեմ, որ իշխանությունը լավ աշխատի, ասենց ասեմ։ Օպտիմալ աշխատանք։ Այո։ Իսկ ուզեք ինչպես իշխանափոխությունը լինի հերթական ընտրություններով, թե արտահերթ։ Ոնց ուզում ան ինչքան շուտ այնքան լավ։ Անպայման, միանշանակ։ Իսկ ինչպես կուզեք, որ իշխանափոխություն լինի արտահերթ ընտրություններով, թե հերթական։ Արտահերթ։ Իշխանափոխություն պարտադիր, պետք է չլներ դաժե։ Իսկ համաձայն կլինեք, եթե արտահերթ ընտրությունների միջոցով տեղի ունենա, թե հերթական ընտրությունների։ Հերթական ասելով ժողովուրդը գնա ընտրատեղամաս, ընտրի պարտադիր այտենց։ Իսկ արտահերթը, եթե ասենք ժամանակից շուտ լինի, նշանակված ժամանակից ավելի շուտ, ինչպես եք ուզում։ Շուտ Հերթականը 2000 ժամանակ ցանկալի է այդ դեպքում ժամանակից շուտ լինի, իսկ ամենաուշ կետը գոնե ժամանակին ու ժողովրդի ընտրատեղամաս այցելելով ընտրելով պարտադիր։
Համաձայն եք իշխանափոխության հետ եւ եթե այո, ապա Այո, համաձայն եմ։ Իհարկե այո, բայց կներեք շտապում եմ աշխատանքի վայրից եմ դուրս եկել։ Իհարկե համաձայն եմ։ Ամեն ինչին էլ համաձայն եմ։ Մենակ նորմալ մարդ գա տիրություն ալ, այդքան բան։ Իհարկե, միանշանակ։ իսկ ինչպես կուզեք իշխանափոխությունը լինի արտահերթ ընտրությունների միջոցով թե հերթական։ Չգիտեմ, որը լավն է։ Այո, կողմ եմ։ Իսկ կուզեք արտահերթ ընտրությունների միջոցով թե հերթական ընտրությունների միջոցով իշխանափոխությունը լինի։ Արտահերթ ընտրություններ։ Գիտեք ինչ, դա կախված է, թե ներկայիս իշխանությունները ինչ քայլեր կանեն ուրեմն երկրի հանդեպ։ Այսինքն դեռևս մենք գտնվում ենք շատ ծանր վիճակում արտաքին քաղաքականության մեջ։ Հիմա եթե չգիտեմ ինչ քայլեր չարվի, որ արդեն ժողովրդի ստեղը հասնի, թող այն ընտրություններով լինի ինչ որ ժամանակին։ Բայց եթե արվելու է քայլեր, որը արդեն բանը իհարկե արտահերթ։ Ցանկալի է հերթական, բայց անհրաժեշտություն կա արտահերթի։ Այսինքն համաձայն եք իշխանափոխության հետ։ Այո։ Ինչու։ Վիճակը հաշվի առնելով էլի։ Միանշանակ։ Իսկ ինչպես կուզեք իշխանափոխությունը լինի արտահերթ ընտրությունների միջոցով թե հերթական։ Ոնց ուզում ա լինի մենակ թե շուտ փոխվի։ Կործանվում ենք։ Արտահերթ։ Եվ համաձայն եք։ Համաձայն։ Ինչու։ Երկրի այսօրվա իրավիճակից ելնելով ուղղակի հակու առաջ ենք ինձ թվում է։ Ճիշտ է արտահերթ ընտրությունները։ Ներկայիս խնդիրների լուծումը դուք տեսնում եք, որ իշխանափոխություն պիտի լինի եւ շատ արագ ընտրությունների միջոցով խոսքը նաեւ արտահերթ ընտրությունների մասին է խոսքս։ Մեր քաղաքացիները եւս իրենց կարծիքը արտահայտեցին եւ նաեւ շատերը համընկնում էին, բայց նշում էին նաեւ, որ երկուստեք ոչ նախկին են ուզում տեսնել, ոչ էլ ներկա։ Ինչ կարծիք ունեք այս պարագայում ինչ կլինի այս դեպքում։ Լավ, ինչ անել։ Նայեք, մեր քաղաքացիները, մեր ժողովուրդը բավականին քաղաքականապես հասուն է եւ շատ լավ հասկանում է եւ շատ լավ պատկերացնում է, որ այս իրավիճակը ինչ որ պետք է լուծում ստանա։ Ակնհայտ է, որ այս պարտված, ձախողված իշխանություններով չես կարող լուրջ հաջողություններ գրանցել։ Մաքսիմումը, որ կարա լինի, կապիտուլյացիայի ձևակերպումն է։ Այդ կապիտուլյացիայի մեջ թե ինչքան մեծ հնարավորություն կտրվի, այդ ալնելու մեր հաջողությունը, բայց մենք հո կապիտուլացված ազգ չենք։ Մենք մեր էությամբ ընդունում ենք, որ մենք պայքարող ազգ ենք եւ ուղղակի մեր ուժերը պետքա վերադասավորենք ու կարողանանք պետությունը այս վիճակից հանենք։ Հիմա լավագույն լուծումը այս իշխանափոխությունն է։ Մարդիկ բոլորը տեսնում ենք, որ արտահայտում են մտքերը, ասում են, որ պետքա փոխվի իշխանությունը։ Սա ակնհայտ է, եթե մի բան չի ստացվում, կամ ինչ որ ստացվել է, այդքան է ստացվել, ավել չի կարա լինի։ Ուրեմն պետքա ինչ անել, պետքա փոխել։ Այս գործիքը եթե բթացել է, պետքա այս գործիքը փոխել այլ գործիքով, որը ավելի սուր կլինի, ավելի լավ կաշխատի։ Հիմա այդ փոփոխությունը պետքա անել ընտրությունների միջոցով, քաղաքական այլ ֆորմատ պետքա լինի, այլ ուժեր պետքա գան, որոնք կարողանան այս վիճակից երկիրը հանել։ Հիմա մենք ոնց ենք պատկերացնում, մենք որպես քաղաքական ուժ ոնց ենք պատկերացնում, դա բոլորովին այլ բան է, իհարկե մենք դա պատկերացնում ենք իշխանափոխություն, առաջի հերթին պետք է անել իշխանափոխություն, ընդունել այն ծրագիրը, որը պետության համար փրկողակ է լինելու, դրա շուրջ գալ համաձայնության եւ դա սկսել իրագործել։ Տեսեք, Հայաստանը միայնակ ցավոք սրտի չի կարա դիմակայի այն դժվարությունների, որ մեր առաջ կանգնած են, այն մարտահրավերների, որ մեր առաջ կանգնած են։ Հետևաբար Հայաստանը պետք է ունենա դաշնակիցների մի հատ լայն բան, շրջանակ, պետք է կարողանա այդ դաշնակիցների հետ աշխատի։ Պարզ երևում է, որ այդ դաշնակիցներից ոչ մեկը այսօր չի ուզում այս իշխանության հետ աշխատի։ Նշանակում է այս իշխանությունը զուտ ներքին ռեսուրսի հաշվին փորձում է պահի իշխանությունը եւ դա արվելու է միայն զիջումների հաշվին, զիջումներով է ինքը պահելու իշխանությունը, որը մեզ ձեռք չի տալիս եւ մեր ազգային շահերին դեմ է։
Հետևաբար իշխանությունը պետքա փոխվի եւ այդ փոխվելը պետքա արվի շատ տրամաբանական, պետքա այդտեղ հիմա մեր պատկերացմամբ հետեւյալն է, որ պետքա ձևավորվի մի մարմին, ոնց ուզում ենք այդ մարմինը կոչենք, միևնույնն է։ Այդ մարմինը մի ֆունկցիա է ունենալու, այդ մարմինը պետքա գնա ընտրությունների եւ այս իշխանություններին հեռացնենք իշխանությունից եւ կազմակերպել արդար ընտրություններ, այդ արդար ընտրությունների արդյունքում որ ուժերը որ կգան պարլամենտ, կձևավորեն այն կոալիցիան, որը հնարավորություն կտա երկիրը տանել առաջ։ Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը միայնակ կարողանա վերցնել իշխանությունը, չկա այդպիսի բան։ Հիմա ցավոք սրտի թե բարեբախտաբար այդպես է, չգիտեմ, բայց դա նաև հիմք է տալիս, որպեսզի մեր Ինչու չկա, վատ կառավարման արդյունքներ նախկիններ կան։ Գուցե նա, որ մենք անհատապաշտ ազգ ենք եւ բոլոր հիմնական քաղաքական հոսանքները ձևավորվել են նախկին նախագահների շուրջ։ Առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը միշտ անհատներից է կախված եղել եւ իրանց շուրջ է ձևավորվել, այսինքն պարլամենտական համակարգերը մեր նման երկրների համար մի քիչ բան են, խորտ են եւ Հիմա տեսեք, դուք ասում եք անհատների շուրջ է ձևավորվել, իսկ միգուցե հիասթափությունը մեծ է հասարակության մեջ, որովհետեւ պարբերաբար հայ ժողովուրդը ընտրում է մարդկանց, ում հետ հույսեր է կապում, որ իր երկիրը պիտի զարգանա եւ օրհասական պահին մեր ժողովուրդը միասնական եւ ուժով կանգնում է այդ ղեկավարների կողքին, սակայն մենք տեսնում ենք նորից հիասթափություններ։ Սա ինչ է, մեր ժողովրդի անհեռանկար ընտրություններ, թե լավ խփելու ունակություն ունեն ղեկավարները։ Գիտեք, հիմա եթե սկսենք պետական գործիչներին, այսինքն ըստ էության նախագահների շրջանակից խոսել, առաջին նախագահը, երկրորդը, երրորդը եւ մինչեւ հիմա այս բանը որ գալիս է եւ հիմա արդեն պարլամենտական, գիտեք ոնց է եղել, ժողովուրդը հավատացել է առաջին նախագահին, եթե հիշում եք, առաջին նախագահին ժողովուրդը ինչ ձևով բերեց իշխանության, որի արդյունքում երկիրը քարուքանդ եղավ։ Բնականաբար այնտեղ շատ ավելի վատ վիճակ, երկրաշարժեր բան եւ այլ հազարում շրջափակումներ բան, բայց մի քանի կարևոր հարցերում էլի կար այդ միասնականությունը, կոնկրետ Արցախի հետ կապված բան հաղթանակները սկսեցին առաջին նախագահի օրոք։ Այդ ժամանակվանից սկսեց։ Երկրորդ նախագահը եկավ, մի քիչ վիճակը փոխեց եւ սկսեց զարգացնել երկիրը, Հայաստանը սկսեց տնտեսապես զարգանալ, բան էլի շրջափակման պայմաններում, բայց երրորդ նախագահն եկավ, այս գործը շարունակեց։ Այսինքն նախագահների ինստիտուտը որպես այդպիսին աշխատում է, այլ բան է, ով ոնց է կառավարում, լավ են կառավարում, վատ են կառավարում, կամ մեր սպասելիքները ավելին են, քան հնարավոր է կառավարել երկիրը։ Չմոռանանք, որ 0-ից երկիրը, երբ որ սկսում են կառավարել, այսպիսի մի բան ասեմ, օրինակ տեսեք առաջին նախագահի օրվանից օրոք, երբ որ մեծ հավատ կար, ժողովուրդը լիազորություն էր տվել, որպեսզի նախագահը իր թիմով կարողանա երկիրը հանի այս վիճակից, բայց պետք է շատ պարզ մի հարց տալ եւ ասել, որ մեզ էլի իհարկե ոնց կարաս երկիրը այդ վիճակից հանես, երբ որ տակը 0-ա, չկա, ոչինչ չկա։ 18 թվականին էլ մեծ հավատ ունեինք այս բարակային։ Ճիշտ է, 18 թվականին կար հավատ, բայց պետությունը շատ ավելի լավ վիճակում էր, երբ որ տրվեց այս խմբին, շատ ավելի լավ վիճակում էր, որը այս մարդիկ բան արեցին, զրոյացրեցին։ Հիմա տեսեք, մեր համար իմ կարծիքով եւ մեր քաղաքական ուժի կարծիքով Հայաստանը ավելի լավ է, որ ինքը լինի նախագահական համակարգ, ունենա նախագահական համակարգ եւ այդպես ավելի լավ կաշխատի, քանի որ պարլամենտական համակարգերը մեր տարածաշրջանի երկրների համար լավ չեն աշխատում։ Դա կարող աշխատի եվրոպական երկրներում, բայց ոչ Հայաստանը։ Հայաստանի համար այս տարածաշրջանում, այսինքն նախագահական համակարգը շատ ավելի օգտակար կարող լինի Հայաստանի համար եւ պետքա փոխել սահմանադրությունը, ոչ թե փոխել սահմանադրությունը, այլ բարեփոխել սահմանադրությունը։ Իհարկե ձեռք չտալ այն կարևոր հարցերին, որ հղումը հռչակագրին, բան ցեղասպանություն, այդ ամեն ինչը մնում է, բայց կառավարման համակարգը պետքա փոխել։ Այսինքն պարլամենտականից դարձնել նախագահական։
Բայց այս մարդիկ հիմա սահմանադրությունը փոխում են, համ կառավարման համակարգը թողում են նույնը, այսինքն այս վիճակը շարունակվելու է, բայց այն կարևոր հարցերը ցեղասպանության եւ Արցախի հետ կապված, հռչակագրի հետ կապված հարցը, այդ ուզում են հանեն նոր սահմանադրության մեջ չեն ուզում ներգրավեն, որը շատ սխալ է եւ մենք կատեգորիկ դրան դեմ ենք ու ժողովուրդը պետք է դա թույլ չտա։ Այդ ուրիշ հարց է արդեն։ Հիմա մեր ասածը ինչ է, ասածը հետեւյալն է, նաև քաղաքական ուժերը պետք է լինեն գաղափարական։ Գաղափարախոսություն կրող քաղաքական ուժեր։ Այն fake կուսակցությունները, որ հիմա ստեղծված են, որոնք իրականում ոչ մի գաղափարախոսություն չունեն եւ իշխող ուժը կամ ընդդիմադիր մի ուժ, ինչ որ ուժ քաղաքական կուսակցություններ է ստեղծում, գրանցում են fake ուժեր, որ ընտրությունների ժամանակ իրանք աջակցեն կամ թիմ սարքեն կամ ինչ որ մի բան անեցին քաղաքական խնդիր լուծեն, որը մեր համար անընդունելի է։ Մենք պետք է ունենանք գաղափարախոսություն, մեր քաղաքական ուժերը պետք է ունենան գաղափարախոսություն եւ այդ գաղափարական պայքարը պետք է լինի։ Բայց բացի դրանից մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն, որը վեր կլինի այդ կուսակցական խնդիրներից եւ մենք դրա տակ հավաքվելով մենք միայն այդ ձևով կարանք հավաքվենք։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի կուսակցություն այլ կուսակցության հրավերով չի գնա ու չի միավորվի։ Այսինքն մի հատ վեր բան է պետք, մի գաղափար, որը բոլորին կընդունի այդ գաղափարի տակ եւ կառաջարկի այս գաղափարախոսությունը, ազգային գաղափարախոսությունը պահել, դուք էլ աշխատեք տակը, որպեսզի այս գաղափարախոսությունը հաղթանակի բերեք, որովհետեւ այդ գաղափարախոսությունը ազգային է, ազգային շահերին է վերաբերվում։ Հիմա մեր պատկերացումը սա է։ Դուք ազգային գաղափարախոսության մասին եք խոսում, հիանալի գաղափարախոսություն է, բայց ուզում եմ մի հարց ուղղել։ Արդյոք ըստ ձեզ կմիավորվեն կուսակցությունները եւ մի կողմ կթողնեն իրենց անձնային շահը ու իրոք վերջապես ազգային գաղափարախոսության այդ գաղափարի շուրջ կհամախմբվեն ըստ ձեզ ու եթե այս դեպքում չհամախմբվեն, ապա նայեք, հիմա ճիշտ հարց եք տալիս եւ հիմա ես պատասխանեմ ձեր հարցին, ուրեմն տեսեք, ինչ ենք անում մենք այս ուղղությամբ, որպեսզի կարողանանք քաղաքական կուսակցություն ենք մենք, քաղաքական կուսակցությունները քաղաքական խնդիրներ են բարձրացնում եւ փորձում են լուծել այդ խնդիրները։ Հիմա մենք ինչ ենք անելու։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ առանց այդ գաղափարախոսության հնարավոր չի քաղաքական ուժերին հրավիրել ինչ որ մի ընդհանուր մարմնի մեջ։ Դրա համար մեր կուսակցությունը առաջիկայում կանի իր համագումարը, համագումարում կհաստատի եւ կընդունի այն վեր գաղափարախոսությունը, ազգային գաղափարախոսությունը ու կհայտարարի, որ մենք հետևորդն ենք այդ ազգային գաղափարախոսության, կստեղծի մի մարմին, որով կգնա բոլոր քաղաքական ուժերի մոտ, այն գաղափարական քաղաքական ուժերի մոտ, իրանք կառաջարկի, որ իրանք մտնեն այդ ազգային գաղափարախոսության տակ, որովհետև դա մեր կուսակցության հետ ոչ մի կապ չունի, այսինքն ոչ մի կապ չունի այն առումով, որ մենք չենք կառուցվածքային առումով, մեր հետ կապ չունի, ամեն մեկը առանցին միավոր մտնելու այդ մեծ գաղափարի տակ եւ փորձելու այդ մեծ գաղափարախոսությունը ամեն մեկը իր համար աշխատանքը բաժանենք միասին ու սկսենք աշխատել, բոլոր այստեղ կլինի միությունը, կլինի այդ միավորումը, որ մենք միշտ խոսում ենք, որ ինչ ենք մենք տարանջատված չենք, ուղղակի չկար այդ գաղափարը, որի տակ կարելի էր մտնել բոլորը առանց իրանց, այսինքն մի փոքր անգամ իրանց գաղափարախոսությանը վնասելու առումով եմ ասում, այդտեղ կարող են եւ լիբերալները եւ կոմունիստները եւ սոցիալիստները եւ սոլիդարիստները բոլորը իրար հետ մտնեն այդ ազգային գաղափարախոսություն, որովհետեւ բոլորինն է, մերը չի մենակ։ Այսինքն ազգը պետք է տեսնի, որ իր քաղաքական ուժերը իրանց գաղափարախոսություններով հանդերձ ծառայում են մեծ համազգային գաղափարախոսությանը։ Եվ դա լինելու է փրկությունը մեր, դա աշխարհի բոլոր հայերն են մտնելու դրա տակ։ Թե չէ սենց ամեն մեկը մյուսին կպնելով, իրար քննադատելով, պառակտելով, ասելով, որ դու լավ չէիր կառավարում, ես ավելի լավ էի կառավարում, այն մեկը ասում է, այնքան փաստեր կբերեն իրար։ Գիտեք, քաղաքականությունը այնպես բան է, որ
սրբեր չեն։ Բոլորը քաղաքական գործիչներ են եւ աշխատող մարդիկ միշտ սխալներ են ունենում։ Ու անընդհատ սխալների մասին խոսել, մենք դա պիտի թողենք, դա մեր խնդիրը չի։ Այդ կեղծ օրակարգը հիմա օրինակ տեսեք շատ վատ բան է քաղաքական դաշտում, ներքաղաքական process-ներում եւ լրատվամիջոցները դա ոնց որ խրախուսում են, երկրորդ եւ երրորդ նախագահի թիմերը իրար նկատմամբ անընդհատ մեղադրանքներ, բաներ եւ այլ, բայց ո՞ւմ է պետք դա, այդ ինչ օրակարգ է։ Այդ իշխանության օրակարգն է, կամ նույնիսկ եթե իշխանությանը չի, թուրքերի օրակարգն է։ Թուրքերը ուզում են, որ բոլոր քաղաքական ուժերը իրար հետ բզկտված վիճակ լինի եւ իրանք իրենց խնդիրը լուծեն։ Բայց մենք խելացի ժողովուրդ ենք, չի կարելի ճանապարհով գնալ։ Սպառվել է, բայց ես մի փոքր անդրադարձ ունենանք Ռուբեն Վարդանյանի վերջին հայտարարությանը, որը համացանցում մեծ տեղ գտավ ու առհասարակ սա ինչ ուղերձ էր մեր ժողովրդին։ Իսկապես շատ ցավալի է, որ մեր գերիները, ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, բոլոր մեր գերիները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, իսկ Բաքվի բանտերը դրանք թուրքական բանտեր են, իսկ թուրքական բանտերի հետ կապված լեգենդներ կան, թե ինչեր են դեղ անում, վատ իմաստով, եւ շատ վատ է, որ մեր հայրենակիցների մի մասը ընդեղ է գտնվում, մենք ամեն ինչ պիտի անենք, որ իրանք ընդեղից դուրս գան, իրանց ընդեղից դուրս անենք, բայց ինչ կարող ենք անել մենք Հայաստանի ներսում, մենք առավելագույնը, որ կարող ենք անել, մենք պետք է ստիպենք այս իշխանություններին, որ այս իշխանությունները դիմեն հենց նույն ԵՀԿ Մինսկի խմբին, ասեն, որ սա մասն է այն մեծ գործի, եւ եկեք դուք մասնակցեք, դուք օգնեք, որպեսզի այդ մարդկանց ընդեղից հանենք։ Դուք այսօր ասում եք, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որ կնքվել է, ասում եք, որ պահեք այդ իրականացրեք բան եւ այլ աշխատենք սրա շրջանակներում, չէ՞։ Դրա շրջանակներում ասված է, որ գերիներ պիտի չլինեն, ճանապարհները պիտի բացվեն, բայց գերիները պիտի չլինեն։ Բա հիմա ԵՀԿ Մինսկի խումբ եք, արեք, ստիպենք, որ նրանք բաց թողեն մեր գերիներին։ Մեկ, երկրորդը, եթե չեն անում, դրեք սանկցիաներ կիրառեք իրենց նկատմամբ, բայց սանկցիաները ինչի համար են, որ չեք կիրառում Ալիևի նկատմամբ։ Մարդ, որը բոլոր պարագաներում ցույց է տալիս, որ ինքը դիկտատոր է, ինքը ինչ ուզում անում է։ Այսօր Ադրբեջանում փակվում են բոլոր միջազգային կազմակերպությունները, Կարմիր խաչից բռնած, մնացածից դուրս եկած, բոլորը փակվում են, այսինքն փակում են իրենց գործունեությունը, նույնիսկ Կարմիր խաչը չի կարա գնա գերիների մոտ։ Բա այդ Կարմիր խաչի միջազգային բանը կազմակերպությունները, բանը, որ նստած են, այդ երկրները չեն տեսնում, որ այդտեղ նոր դիկտատուրա է։ Նոր չէ, դիկտատուրա է, որը արդեն բացահայտ երևում է, որ պետք է այս մարդու նկատմամբ կոնկրետ իրան նկատմամբ պետք է սանկցիաներ կիրառվի, իրան պետք է հեռացնել իշխանությունից։ Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառել սանկցիաներ, բայց սանկցիաները ինչի համար են, որ այդ տեսակ մարդկանց դեմ պետք է չօգտագործվի։ Ուզում եմ ասեմ, այդ երկակի ստանդարտները շատ վատ բաների են բերելու։ Տեսեք ինչ արեցին Սիրիայում։ Սիրիայում այդ երկակի ստանդարտների արդյունքում այսօր արդեն արնահեղությունը սկսել է ու շարունակվելու է։ Ներքին պատերազմը սկսելու, քաղաքացիական պատերազմը լինելու։ Այսինքն այդ երկրները, որոնք ստանձնել են աշխարհի կառավարման process-ները, այդ միջազգային ՄԱԿ-ը, բանը եւ այլը, որ ստեղծվել են Կարմիր խաչ, ինչի համար են ստեղծված իրանք։ Կոնկրետ դասական օրինակ է։ Ռուբեն Վարդանյանը եւ մեր մյուս հայրենակիցները դասական օրինակ են, որպեսզի Կարմիր խաչը իրապես դիմի սանկցիաներ կիրառի եւ դատեն ազատեն այդ մարդկանց, որ աշխարհը տեսնի, որ այդ կազմակերպությունները իրականում արդարություն բերող կազմակերպություններ են եւ արդար են դատում իրանք։ Սա պետքա մեր կողմից ճնշումը լինի, դրա համար ամեն ինչ, որ ասում ենք մեր մոտից է սկսելու, հենց դրանից մեր յուրաքանչյուր քաղաքացուց, ինձնից, ձեզանից, մյուսից կախված է, որ ստիպենք, որպեսզի մերոնք սկսեն աշխատել, մերոնք էլ գնան այնտեղ, նրանք սկսեն աշխատել եւ արդյունքը դրական լինի։ Լավատես լինենք այս պարագայում, հուսանք, որ շուտ լուծում կստանա այս խնդիրը եւ մեր ռազմագերիներն էլ կվերադառնան ի վերջո իրենց հայրենիք։ Իսկ դուք հարգելի հետևորդներ, մնացեք խաղաղությամբ, ուժով եղեք, պահպանեք ձեր ազգային արժեքները, հիշելով, որ այն պատմության եւ դարերի ընթացքում է եկել։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։